Հաջորդը նայում ենք կարիճների համար։ Ինչ է սպասվում կարիճներին հաջորդ շաբաթ ապրիլի 26-ից մայիսի 2-ը։ Անձնական կյանք, աշխատանք, ֆինանսներ և լրացուցիչ կարճ հուշումների համար։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ, որ ճանապարհը բաց է, հարգելի կարիճներ։ Ինչ որ ցանկանում եք անձնական հարաբերություններում, ուզում եք ինչ-որ մեկի հետ հաշտվել, հաշտվեք, ճանապարհը բաց է, ձեզ սիրով ձեզ հետ կհաշտվեն։ Եթե ուզում եք որևէ աղջկա առաջարկություն անել, ոչ միայն ամուսնության առաջարկություն, անկեղծ ասած, այլ նաև առաջարկություն անել հանդիպելու, շփվելու, ամենայն հավանականությամբ աղջիկն էլ կհամաձայնվի։ Այո, շատ էսպես սիրային, շատ հետաքրքիր, դե կարիճներին յուրահատուկ է, չէ՞, բավականին կրքոտ նշան են իրենք։ Անձնական հարաբերությունում շատ լավ եմ տեսնում։ Դուք ունեք հավատ, ունեք ցանկություններ, երազանքներ եւ ճանապարհը մյուս շաբաթ ամեն դեպքում բաց կլինի։ Ես կարծում եմ, որ եթե ինչ-որ ցանկություն եք անձնական հարաբերությունները ինչ-որ ձևով լավացնել, ում հետ էլ որ լինի, ինչ տեսակ հարաբերություններ որ լինեն, ձեզ հաջողություն է սպասվում։ Աշխատանքում շատ կլինի երևի ճամփորդություն, տեղից տեղ շարժվելը։ Սա փոփոխության, ճամփորդության, բնակության վայրի փոփոխելու։ Եթե աշխատանքի վայրում ձեզ ուղարկեն գործուղման, մի շաբաթ հնարավոր է ուղարկեն գործուղման։ Պարտադիր չէ դուք մյուս շաբաթ գնաք, կարող է մյուս շաբաթ խոսակցությունը բացվի հետո, բայց կարող է նաև մյուս շաբաթ։ Ուղղակի շատ եք լինելու ճանապարհների վրա, այդպես կարող եմ ասել։ Տեղից տեղ, վայրից վայր փոխվել, այստեղ մի տեղ նստած աշխատանքը չի լինելու եւ կլինի նաև մեծ փոփոխություն։ Մյուս կողմից կարող է լինել, որ աշխատանքը կարող է կապված լինել հաջորդ շաբաթ հատկապես օտար երկրների հետ, դրսի հետ։ Կապերը կարող են լինել ոչ միայն գնալ գալ, կարող են ձեզ մոտ գալ դրսից մարդիկ, բայց կարող է լինել այո, շփում մարդկանց հետ եւ կարող է լինել աշխատանքը նաև երկրից դուրս մարդկանց, ընկերությունների, հաճախորդների հետ։ Ֆինանսները արջը բավականին հզոր ուժեղ է ֆինանսներում, այո, հատկապես ձեր աշխատանքից ինչ-որ գործունեությունից ստացված գումարները բավականին կուրախացնեն ձեզ։ Այդ ձեզ համար հարգելի կարիճներ, դուք աշխատում եք եւ հատկապես նրանք, ովքեր իրենց գործն ունեն եւ ուրիշի համար չեն աշխատում, բավականին հաջողակ կլինեք ձեր աշխատանքում։ Կարող եք նոր առաջարկներ ստանալ կամ նոր գործընկերներ ձեռք բերել, կարող եք նոր պայմանագրեր կնքել։ Բավականին հզոր կարտ է, բավականին ուժեղ կարտ է ֆինանսների համար։ Եվ ձեզ էլ լուր է գալիս, չեմ կարող ասել, տեսեք, այստեղ ասեցի դրսից կարող է նորություն գալ, դուք կարող եք ճանապարհ գնալ, շատ լավ ճանապարհ է, շատ այսպես շարժուն, շատ աշխույժ, բավականին կարող եմ ասել, աշխույժ շաբաթ է լինելու եւ բոլոր առումներով հաջողակ էր։ Այ բավականին շարժ կլինի, ձեզ մոտ շատ մարդիկ կգան, շատ նորություններ կլսեք եւ պետք է լինի ամեն ինչ դրական, որովհետեւ բոլոր կարտերը շատ լավ են։ Ես տեսնում եմ աստղերը, տեսնում եմ արագիլը եւ արջը ֆինանսների վրա շատ հաջող եւ շատ դինամիկ, այսպես շարժուն, աշխույժ շաբաթ է լինելու ձեզ համար հարգելի կարիճներ։ Ձեզ ամենայն բարիք եմ կանխում։